Ադրբեջան-Թուրքիա կա արդյոք նրանց միջև հստակ դերաբաժանում եւ գործակցություն Հայաստանի հետ բանակցելիս։ Բաքվում ապօրինաբար պահվող հայգերիների հարազատների խնդրանքի բավարարման դեպքում հովանավոր պետության մեխանիզմի գործարկումը հնարավոր կդառնա։ Ադրբեջանը հիստերիայի մեջ է Հայոց ցեղասպանության առթիվ Նյու Յորքի քաղաքապետի հայտարարության պատճառով։ Մայրաթորը լույս է ընծայել Վատիկանի արխիվից դուրս բերված գաղտնի փաստաթղթերի Հայոց ցեղասպանություն վերնագրված աշխատությունը։ Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում անվտանգային եւ էթիկական նկատառումներ։ Պարարտացումը եւ նրա դերը բույսի եւ մարդու կյանքում արդյոք բարձր վտանգավորության պարարտանյութերը անցնում են փորձաքննություն։ Աճարյան փողոցում մեքենաներ են բախվել կանտուժացնել։ Այսօր Հայաստանում նշում են քաղաքացու օրը։ Եվ խորհրդանշական հաղթանակ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը ռինգում հաղթելով թուրք մրցակցին դուրս է եկել աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ով ում շուրթերով է խոսում Թուրքիան Ադրբեջանի, թե Ադրբեջանը Թուրքիայի, ով ում միջոցով է ներկայացնում պահանջները Հայաստանին։ Մի կողմից Բաքուն բանակցում է հայկական կողմի հետ, մյուս կողմից էլ ամեն ինչ անում է հայ-թուրքական բանակցությունների ձախողման համար։ Գործող իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են միմյանց հետ, ի վերջո տարածաշրջանում ձևավորվել է արդյոք խաղաղության օրակարգը։ Նայիրի Մուրադյանն է ուսումնասիրել թուրք-ադրբեջանական տանդեմի դիվանագիտությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի դիվանագիտությունն է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Էրդողան-Ալիև զույգը քաղաքականությունը տանում են միմյանց հետ գործակցությամբ կամ կարելի ասել փոխանցումներով։ Այնպես չի, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի դիրքորոշումները բոլոր հարցերում համընկնում են։ Նրանք խաղում են այդ հայտնի բարի քննիչ, չար քննիչ խաղն են խաղում։ Թուրքիան որպես ավելի լուրջ երկիր, ծանրակշիռ, խորքային պետություն գերադասում է կոշտարետորաբանությամբ հանդես չգալ, բայց Ադրբեջանի միջոցով ներկայացնում են պահանջները։ Եվ ահա Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացումից տարիներ անց Հայաստանի իշխանությունները բարձրաձայնում դժգոհում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում խոչընդոտում է Ադրբեջանը։ Տարիներ շարունակ Թուրքիան նախապայմաններ էր առաջ քաշում, որ այդ սահմանը կբացի, եթե Արցախը տեսնեն Ադրբեջանի կազմում։ Թուրքիայի համար կարևոր չի Հայաստանի ապաշրջապակում կլինի թե չէ սահմանը բաց կլինի թե չէ։ Նրանք այդ հարցերը նայում են իրենց շահերի տեսանկյունից։ Իրենց համար մեծ հաշվով միևնույն է, նրանք այդ խնդիրների լուծմանը կհասնեն խաղաղության համաձայնագրի միջոցով, թե Ադրբեջանին կհրահրեն ագրեսիա եւ այդ ձևով կլուծեն։ Ստացվում է, եւ դա նաեւ իշխանական ներկայացուցիչներն են խոստովանում։ Մի կողմից Ադրբեջանը բանակցում է հայկական կողմի հետ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ Թուրքիան բանակցի Հայաստանի հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ակնառու խնդիրներ չկան։ Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց Թուրքիան նոր քայլ չի ձեռնարկում։ Պետք չի, որ ամեն ինչ ինձ հետ համաձայնեցված լինի։ Ազգային ժողովի նախագահ բարձրաստիճան պաշտոնյա կարող է դիրքորոշումներ, տպավորություններ արտահայտել։ Գործող իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, քաղաքական թեզերը հակասում են միմյանց։ Արդյոք տարածաշրջանում ձևավորվել է խաղաղության օրակարգ։ Եթե նրանք իրենց արժեք դրած խնդիրները կարծում են, որ կարող են լուծել բանակցությունների միջոցով, ինչու պիտի դա անեն պատերազմի միջոցով։ Այսինքն իրենց համար խաղաղությունը ոչ թե նպատակ է, այլ միջոց, որպեսզի հասնեն իրենց նպատակներին։ Մյուս կողմից նկատելի է, որ հայ-ադրբեջանա-թուրքական բանակցային գործընթացներում պաուզա կա, ինչի են սպասում Բաքուն եւ Անկարան։ Քաղաքագիտական համայնքում տարբեր տեսակետներ կան։ Հնարավոր է, որ այն պայմանավորված է Մերձավոր Արևելքում լարվածության պահպանմամբ, Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Մյուս կողմից չի բացառվում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը սպասում է հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եթե Հայաստանի կառավարությունը բավարարի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարազատների խնդրանքը, ապա հովանավոր պետության մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ կլինի միայն չեզոք երկիրն ընտրել եւ բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Այս մասին հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայգերիների շահերի ներկայացուցիչը։ Գերիների հարազատները հայտնում են, որ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո գերիների վիճակը շատ է վատացել։ Բաքվի զնդանում պահվող 19 հայի ճակատագիրը խորը անորոշության մեջ է։
Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարություններ, Կարմիր խաչի միջազգային կոմիտե այս հասցեներում են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների հարազատների հովանավոր պետության մեխանիզմը գործի դնելու ակնկալիքով ուղարկված դիմումները։ Լուրեր չունեն իրենց հարազատներից, չգիտեն թե ինչպես են իրենց հայրերը, ամուսինները։ Ադրբեջանից Կարմիր խաչի վտարումից հետո 19 հայ լիակատար մեկուսացման մեջ է։ Կա տեսական մեխանիզմ, որը գործնականում կիրառված չէ, եւ նման պայմաններում միջազգային մարդասիրական իրավունքը նախատեսվում է հովանավորող կամ պաշտպանող պետության նշանակում։ Դրա իմաստը այն է, որ հակամարտությանը չմասնակցող այլ պետություն մարդասիրական բնույթի գործառույթներ է իրականացնում։ Եթե պաշտպանող պետության վերաբերյալ համաձայնություն չկա, այդ դերը ստանձնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո գերիների վիճակը վատթարացել է, վստահ են նրանց հարազատները, որ մնացել են Բաքվում պահվող 19 հայի ճակատագրի եւ կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Այսպես շարունակվի, վախ ունեն, թե ավելի կխորանան իրենց հարազատների տառապանքները, կմեծանան նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Վերջն արդյունքում սա խնդրանք է կամ վերականգնել Կարմիր խաչի գործունեությունը, կամ ի հայտ բերել դրան փոխարինող մեխանիզմ, սակայն ապահովելով պաշտպանող մարդասիրական գործառույթների իրականացումը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն ասում է, եթե Հայաստանի կառավարությունը բավարարի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարազատների խնդրանքը, ապա հովանավոր պետության մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ կլինի միայն չեզոք երկիրն ընտրել եւ բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Մենք դեռևս լավատես ենք, որ պետությունը իր քաղաքացուն չպաշտպանելու հատուկ քաղաքականություն չի վարում։ Մասնագետները նշում են, որ այս պահին ամենակարևորը ոչ թե այն է, թե ինչ է արդեն ասվել, այլ այն, թե ինչ է դեռ պետք անել, որովհետև փակ դուռ կարող է բացել միայն կամքը եւ յուրաքանչյուր լռություն կարող է կոտրվել, եթե կա պատասխանատվություն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ադրբեջանը որոշել է հերթական անգամ հերքել մարդկության դեմ իրագործված ամենաակնհայտ արյունալի հանցագործություններից մեկը Օսմանյան կայսրությունում իրագործված հայոց ցեղասպանությունը հրաժարվելով առերեսվել ճշմարտությանը։ Ադրբեջանի արտգործնախարարությունն է հանդես եկել հերթական ջղաձիգ հայտարարությամբ ցեղասպանություն անվանելով մտածածին։ Ոչ համարժեք արձագանքի դրդապատճառը Նյու Յորքի քաղաքապետ Մամդանիի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությունն է։ Ավելին, Ադրբեջանի արտգործնախարարությունը Նյու Յորքի քաղաքապետից պահանջել է հեռացնել հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչատունը լույս է ընծայել գերմանացի պատմաբան լրագրող Միքայել Հեզեմանի հայոց ցեղասպանություն վերնագրված աշխատությունը։ Գիրքը տպագրվել է Վահե Զարգարյանի թարգմանությամբ, որը խմբագրել եւ գերմաներեն բնագրի հետ համեմատել է Աշոտ Հայրունին։ Գրքում զետեղվել է հայոց ցեղասպանությանը վերաբերող Վատիկանի արխիվից դուրս բերված անտիփաստաթղթեր, գերմանացի պատմաբանը ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելի վերահաստատում է հայոց ցեղասպանության իրողությունը ու ծրագրված իրագործումը։ Արխիվներում պահպանվել է նաև Վենետիկոս Պապի, Թուրքիայի սուլթան Մեհմեդի ուղված ձեռագիր նամակի պատճենը։ Այս բոլոր փաստաթղթերը ներկայացված են բնագրից արված թարգմանությամբ։ Գերմանացի պատմաբանը իր գրքում անդրադառնում է նաև հայ ազգի անցած պատմական ճանապարհին եւ Հայաստանում քրիստոնեության հաստատման ընթացքին։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Արհեստական բանականության կիրառումը հայաստանյան մեդիայում անվտանգային եւ էթիկական նկատառումներ։ Պարարտացումը եւ նրա դերը բույսի եւ մարդու կյանքում արդյոք բարձր վտանգավորության պարարտանյութերը անցնում են փորձաքննություն։ Աճարյան փողոցում մեքենաներ են բախվել կանտուժացնել։ Այսօր Հայաստանում նշում են քաղաքացու օրը։ Եվ խորհրդանշական հաղթանակ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը ռինգում հաղթելով թուրք մրցակցին դուրս է եկել աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։ Շարունակում ենք թողարկումը։
Եվրամիության քաղաքացիական նոր առաքելության ներկայությունը Հայաստանում մտահոգում է Ռուսաստանին 2 տարվա մանդատով օժտված հիբրիդային սպառնալիքների ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների եւ անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ պայքարում Հայաստանին օժանդակելուն կոչված առաքելության Հայաստանում ներկայության նպատակահարմարության մասին է խոսել Մարիա Զախարովան։ Հիշեցնեմ, Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին։ Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է առաքելության վերաբերյալ ընդունված որոշումը։ Իդեմս Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելության Եվրամիությունը քաղաքացիական առաքելության միջոցով կփորձի ազդել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Եմեն նոր մեխանիզմը Բրյուսելին լրացուցիչ լծակներ կտրամադրի հայկական նախարարությունների եւ ազգային ինստիտուտների վրա ազդելու համար։ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ, այս մասին Զելենսկին հայտնել է այսօր Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան ելնելով պատերազմի պայմանների ցուցադրել է դիմադրության ուժը եւ ցանկանում է կիսվել փորձագիտական գիտելիքներով եւ այսօր մասնագետները գտնվում են Ադրբեջանում եւ աջակցություն են ցուցաբերում ադրբեջանցի գործընկերներին։ Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից շարունակվող շրջափակման գործողություններն ու ծովահենությունը կարժանանան իրանական զինված ուժերի համարժեք պատասխանին։ Հրապարակված հայտարարության մեջ կենտրոնական շտաբն ընդգծել է, որ եթե ամերիկյան զինուժը շարունակի ծովային շրջափակումը, բանդիտիզմը եւ ծովահենությունը տարածաշրջանում, ապա կհանդիպի իրանյան բանակի համարժեք պատասխանին։ ԱՄՆ-ն պետք է գիտակցի, որ Իրանի զինված ուժերն ավելի մեծ հզորություն եւ պատրաստվածություն ունեն, քան նախկինում։ Շտաբը հայտարարել է նաև, որ իրանական զինված ուժերը նախկինի պես պատրաստ են եւ վճռական հետևելու տարածաշրջանում իրենց թշնամիների վարքագծին ու տեղաշարժերին, միաժամանակ շարունակելով վերահսկել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։ Համաձայն հայտարարության ԱՄՆ եւ Իսրայելի կողմից ագրեսիայի վերսկսման դեպքում նրանք ել ավելի ծանր կորուստներ կկրեն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է ներկայացրել ժամանակակից դիվանագիտության արվեստի մասին իր պատկերացումը, դրա էությունը համեմելով հայկական ռադիոյի մասին հայտնի անեկդոտով։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ դիվանագիտության առանցքային խնդիրներից մեկը պետության ազգային շահերի արդյունավետ պաշտպանությունն է, որը պետք է իրականացվի արժանապատիվ ու պարկեշտ գործընկերների շահերի հանդեպ պատշաճ հարգանքով։ Եթե մի քիչ հումորի ոլորտ անցնենք, հիշում եք Խորհրդային Միությունում հայկական ռադիոյի մասին անեկդոտների շարք կար։ Հայկական ռադիոյին հարցնում են ինչ է դիվանագիտությունը։ Պատասխանի մի քանի տարբերակ կա, բայց առավել պարկեշտը դիվանագիտությունը մարդուն համապատասխան հասցեով ուղարկելու արվեստ է, բայց դա պետք է անել այնպես, որ նա վայելի ճանապարհորդություն է։ Սա եւս կարելի է մտցնել դիվանագիտության մեթոդների զինանոց, ոչ մի արտառոց բան այստեղ չկա։ Արհեստական բանականության ներուժն ու մարտահրավերները թվային կառավարման եւ թվային հասարակության համատեքստում արհեստական բանականությունը հեղափոխական տեխնոլոգիա է, որը վերափոխում է մեդիա ոլորտը եւ պատմությունների ստեղծման, արտադրման ու սպառման ձևը։ Արհեստական բանականության կիրառումը մեդիա բովանդակության ստեղծման մեջ առաջ է բերում նաեւ լուրջ մարտահրավերներ։ Սա հատկապես կարեւոր է, քանի որ գեներատիվ ԱԲ-ի վրա հիմնվելը կարող է հանգեցնել կողմնակալ լրատվության, ակամա գրագողության կամ կեղծ տեղեկատվության տարածման, ինչն իր հերթին կարող է խաթարել մեդիայի նկատմամբ հանրության վստահությունը եւ վնաս հասցնել լրատվամիջոցների հեղինակությանը։ Արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութերը վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացի ակնառու վկայություն լինելուց բացի նոր մարտահրավեր են դարձել տեղեկատվական անվտանգության եւ հանրային վստահության տեսանկյունից։ Այս փաստին գիտություն ընդունելով Հայաստանում առաջարկվեց օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է, որ այսուհետև տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողները արհեստական բանականությամբ գեներացված բովանդակություն հեռարձակելիս տեսանելի հատվածում պարտադիր եւ հստակ նշեն այդ մասին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղեկացման վերահսկողությունն ու մոնիթորինգը իրականացնելու է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Խախտումների արձանագրման դեպքում էլ կիրառվելու է տուգանք 300,000 դրամի չափով։ Եթե պատկերների կամ տեսանյութերի պարագայում պարտադրվելու է օրենքով, ինչպես նաև հանձնաժողովի ներքին իրավական ակտերով, ուրեմն հեռարձակման կամ նյութի սկզբում եւ վերջում տեսանելի շրիֆտով
եւ պատկերով գրված լինի գեներացված է ԱԲ-ի կողմից, լսողական հաղորդումների պարագայում հաղորդման սկզբում պիտի հայտարարվի այդ մասին եւ վերջում ռադիո հեռարձակվող բովանդակության վերջում պիտի հայտարարվի։ Մասնագետները ընդհանուր առմամբ դեմ չեն մակնշմանը, քանի որ այն կարող է բարձրացնել հեռարձակողի նկատմամբ հանրային վստահությունը, սակայն նրանք շարունակում են մնալ այն համոզմանը, որ ներկայիս տեսքով օրենսդրական փոփոխությունը պետք չէր ընդունել, քանի որ երկրում դեռևս չկան համապատասխան գործիքներ, որոնք թույլ կտան ավտոմատ կերպով նույնականացնել արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը։ Դրանից բացի փորձագետները նշում են նաև, որ հեռարձակողը նույնպես կարող է չիմանալ արդյոք տեսանյութը գեներացվել է թվային այլ լուծումներ առաջարկող համակարգի միջոցով, թե ոչ։ Վերցրեցին առանց իմանալ կիրառեցին, չմակնշեցին տույժն անելու կամ ինչ-որ մի բան հրապարակվեց որպես իրական, հետո պարզվեց fake է ու իրանք չգիտեին, հետո ինչպես են այդ տույժերի հարցը լուծվել։ Ժամանակակից տեխնոլոգիաների են մակարդակի են հասել, որ չեն կարողանում նույնիսկ մի հատ լուսանկար նկարել առանց արհեստական բանականություն կիրառել։ Այն ամենը, ինչ որ թվային սարքով նկարահանում եք, որ այդպիսի ֆունկցիոնալ ունի, պիտի ֆայլից մակնիշված լինի։ Մասնագետների պարզաբանմամբ տեսանյութերի ստուգման համակարգերը չեն ապահովում 100%-անոց ճշգրտություն, այլ տալիս են միայն մասնակի գնահատական։ Նրանք նշում են, որ երկրում անհրաժեշտ է ստեղծել համապատասխան փորձագիտական կենտրոններ, որոնք կհագեցվեն անհրաժեշտ սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մասնագետներով վեճերի դեպքում նման ծառայություններ մատուցելու համար։ Փորձագետների դիտարկմամբ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում եւ չի բացառվում, որ ընդունված փոփոխությունները ժամանակի ընթացքում լրացումների եւ վերանայման կարիք կունենան։ Մենք այնպիսի երկիր ենք, որ ասենք ամեն պահի կարող է ադրբեջանական ինչ-որ մի fake շրջանառվել, թուրքական, մենք տեսել ենք այդպիսի դեպքեր, ինչ ասես տարածվում է եւ դա ռեալ կարող է հանրության վրա շատ լուրջ ու վնասակար ազդեցություն ունենալ։ Օրինակից է եւ որոշակի դրա պահանջը կա։ Ուղղակի դա պետք է անհրաժեշտ ռեսուրսներ ստեղծել, որ իր կյանքի կոչել։ Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության տարածման խնդիրը միայն տեխնոլոգիան չէ, նկատում են մասնագետները եւ հստակեցնում, խնդիրը առավելապես դրա վերահսկման, ճիշտ կիրառման եւ հանրության իրազեկման կարողությունն է։ Դավիթ Թադևոսյան, Ժամը լրատվական։ Մտահոգություններ գյուղատնտեսական ոլորտում արդյոք բարձր վտանգավորության պարարտանյութեր անցնում են փորձաքննություն։ Պարարտանյութերի ազդեցությամբ հողը ձեռք է բերում լավ հատկություններ, նկատելի չափով ավելի քիչ է ջուր գոլորշիացնում հողի մակերեսից, որի շնորհիվ նրա մեջ առկա ջրի պաշարը ավելի մեծ չափով է օգտագործվում բույսերի կողմից, սակայն պարարտանյութերի ոչ ճիշտ կիրառումը հակառակ ազդեցություն է ունենում։ Գյուղատնտեսության ոլորտում կրկին բարձրաձայնում են մտահոգություններ կապված հանքային պարարտանյութերի ներմուծման եւ տեղական արտադրողների մրցունակության հետ։ Տեղական արտադրող Աննա Գրիգորյանը պատմում է, թե օրեր առաջ են իրեն զանգել էկոնոմիկայի նախարարությունից եւ առաջարկել որևէ ապրանքի ներմուծում նոր երթուղով այն դեպքում, երբ նմանօրինակ ապրանք ինքը արդեն արտադրում է շուկայում։ Դա որքանով է բարոյական եւ իրավաչափ։ Վայ կներեք, պատասխանը հնչում է այսպես հեռախոսազանգի ժամանակ։ Երբ գրավոր հարցում եմ ուղարկում նույն հարցի վերաբերյալ, պատասխան եմ ստանում, որ զանգը կրել է տեղեկատվական բնույթ եւ զանգահարել են այն տնտեսվարողներին, ովքեր գտնվում են որևիցե ներմուծման գործընթացում կամ հետաքրքրված են ներմուծմամբ։ Գրիգորյանը էկոնոմիկայի նախարարությանը գրել է երկրորդ նամակը եւ հարցադրմանը, թե նախարարությունը որտեղ է տեսել ընկերության կողմից ներմուծմամբ հետաքրքրվածությունը, պատասխան է ստացել, թե սխալմունք է եղել, այնինչ առաջին նամակում ըստ նրա պատասխանել են էկոնոմիկայի նախարարությունը շարունակաբար իրականացնում է միջոցառումներ տեղական արտադրողների մրցունակությունը բարձրացնելու համար։ Տեղական արտադրողը որակ է ապահովում պարարտանյութերի արտադրության ոլորտում, այնինչ դրսից ներմուծվածը էականորեն տարբերվում է, պնդում է Գրիգորյանն ու հավելում, որտեղից էլ այն ներմուծեն։ Որոշ հանքային պարարտանյութեր կարող են պարունակել կադիում, կապար, մկնդեղ։ Այս նյութերը կուտակվում են հողի մեջ, հետո անցնում բույսերին եւ վերջում մարդու օրգանիզմ, բացի այդ էլ, ըստ մասնագետների ներմուծվողները թունունակության բարձր վտանգավորություն ունեցող հանքային պարարտանյութեր են, որոնք ներմուծման դեպքում համապատասխան փորձաքննության երբեմն չեն անցնում։ Ներկրումը ցանկացած դեպքում ռիսկ պարունակում է նաեւ որակի առումով, այսինքն ամեն դեպքում ներկրված ապրանք է։ Հիմա այստեղ
պետական պատկան մարմինները որքանով են այդ գործառույթները իրականացնում, պատշաճ, փորձաքննությունը, լաբորատոր այդ անալիզները չեմ կարող ասել։ Այստեղ նմանատիպ զանգերի, նմանատիպ գայթակղիչ, խնդրում եմ նկատի ունենալ ճակերտներով առաջարկությունների նպատակը, կարծում եմ մեկն է, ջախջախել տեղական արտադրողին, խոչընդոտել տեղական արտադրությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը չպարզաբանեց խնդիրը, թողնելով առանց մեկնաբանության։ Այդուհանդերձ արտադրողները համոզված են, որ նման քայլերը կարող են վնասել տեղական արտադրությանը։ Նրանց կարծիքով ներքին արտադրությունը պետք է խրախուսվի հատկապես այն պայմաններում, երբ բազմաթիվ ընկերություններ տարիներ շարունակ ներդրումներ են իրականացրել սեփական միջոցներով առանց պետական աջակցության։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, Աճարյան փողոցում բախվել են 3 մեքենա, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների, սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Հայաստանում այսօր նշում են քաղաքացու օրը, Ամիրյան փողոցի վրա վաղ առավոտյան արդեն տաղավարներ են տեղադրվել, վաճառվում էր խորովածի տեսականի։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն էր բոլորին հրավիրել խորոված փարթի, իշխանության ներկայացուցիչներից այստեղ են այցելել նախարարներ Գևորգ Պապոյանն ու Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանը, ինչպես նաև իշխող կուսակցության որոշ պատգամավորներ։ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների համար, այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի այն գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Նշենք, որ ռազմավարական ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է ապրիլի 23-ին զնահոսքի վտանգի պատճառով։ Եվ վերջում խորհրդանշական հաղթանակ։ Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ եզրափակում հաղթելով թուրք մրցակցին դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Մենամարտը կայացել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության օրը։ Երկրորդ ռաունդում մեջ մարզիկի հասցրած հարվածաշարերից հետո թուրք բռնցքամարտիկը վնասվածք է ստացել, մրցավարները գնահատելով վաստակած միավորները հաղթանակը շնորհել են Չալոյանին, վաղը նա կպայքարի եզրափակչի ուղեքրի համար։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։